որով ապօրինի քայլեր և բռնաճնշումները սանձազերծվել հայկական և բարձրաստիճան եկեղեցականության դեմ։ Գիտեք, որ անազատության մեջ են գտնվում 3 սրբազաններ, ազգային մեծ բարերարը և այլ հայրենիներ։ Այսօր տեղեկացանք, որ ևս մեկ սրբազան Արշակ arciepiskopos Խաչատրյան ձերբակալված է կալանքի տանելու համար։ Սիրելիներ, մեր ժողովրդի միասնության, հավատքի և եկեղեցին հավատարմության շնորհիվ լիարույս է հաղթահարվի այս փորձությունը և չեզոքացնել չարամիտ այս բոլոր զգուշությունները։ Նաշապարի այս արարողությանը ողջունում ենք ներկայությունը Մարսելի Բարձրապատի կարդինալ Ժան-Մարկ Ավելինի պետական պաշտոնյաների եկեղեցիների ներկայացուցիչների, որոնց հետ հարաբերությունները հատկանշված են համերաշխության ու սիրո ոգով։ Մեր միասնական աղոթական ջանքերով ու գործակցությամբ հետ, որ նոր ժամանակներում պիտի կարողանանք Տիրոջ ավետարանի լույսն ու պատգամը բերել և սփռել մարդկության կյանքում, հաղթահարելու համար արդի աշխարհի մարտահրավերներն ու խնդիրները։ Սիրելի հայրենիներ, վերստին մեր օրհնությունն ենք բերում ձեզ ամենքին։ Մեր գնահատանքն ենք հայտնում դեմոկրատ բարեջանանալով Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանին, Ֆրանսիայի և Մարսելի հայկական եկեղեցիներում ծառայող մեծ հոգևոր սպասավորներին, թեմական համայնքային վարչության անդամներին, Սրբոց Թարգմանչյանց եկեղեցու սխական խորհրդի ակնաբեդ Պիեր Ռոբերտ Ազիլազյանին և մարդուն առավել կորով ու եղան Մարսելի համայնքում պայծառություն ու բարօրություն հավելելու և Ֆրանսիայի հայոց թեմի ազգային եկեղեցական կյանքը նոր իրագործումներով հարստացնելու համար։ Աղոթում ենք, որ հաստատում լինեք Քրիստոս մեր Տերը նվիրումի ու հավատարմության մեջ և հարատև զորանակ հավատքով, հույսով ու սիրով հայցում ենք երկնավորից, որ խաղաղ պահի Ֆրանսիայի Հանրապետությունը իր շնորհների և օրհնության ներքո նրա բարեսեր ժողովրդին և պայծառ պահպանի ֆրանսահայոց թեմը առատապես օրհնելով ձեզ, ձեր կյանքն ու բարի գործերը։ Տիրոջ սերը, շնորհը և օրհնությունը թող լինեն ձեզ հետ այսօր և միշտ և հավիտյանս։ Ամեն։